Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, խոսում է Վարդան Ղուկասյանը Միացյալ Նահանգներից, վաղը հոկտեմբերի 20-ին արդեն կլինի շուրջ 8 ամիս, ինչ ես Հայաստանի իշխանությունների օֆիցիալ, այսպես ձևակերպված, պահանջով գտնվում են բանտարկության մեջ Միացյալ Նահանգներում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը թեթույկը չունի եւ մենք բանտարկված ենք մեր հարևան երկրների ղեկավարների պահանջով։ Ինչևից է, բայց ամենակարևորն է, որ Վարդան Ղուկասյանը Հայաստան չի արտահանվի եւ Հայաստան կգա միայն մի դեպքում, երբ որ հաղթի ընտրություններում։ Ես հենց այս ընտրությունների մասին էի ուզում մի երկու բառ կիսվել իմ ժողովրդի հետ, բայց մինչև ընտրություններին ասելը երկու բառ ասեմ կապված եկեղեցականների հետ, հազինս կաթողիկոս կոչվածի, որովհետև շատ ու շատ մարդիկ չեն հասկացել եւ կոմենտարներ են գրում Վարդան Ղուկասյան, դու ինքդ էիր ժամանակին դատապարտում կաթողիկոսին։ Այո, ես հիմա էլ եմ դատապարտում կաթողիկոսին, բայց ես չեմ դատապարտում կրոնը։ Ես ծնվել եմ քրիստոնեական Հայաստանում։ Ես դատապարտում եմ կաթողիկոսին եւ կշարունակեմ դատապարտել, որովհետեւ սա ամենահաջող կաթողիկոսն է, որը որ եղել է հայոց պատմության մեջ։ Ոչ թե Հայաստանի, այլ հայոց, որ այդ հայոց բառից Նիկոլը ապրումը ծանր վիշում, դամար ասում եմ հայոց։ Եվ եթե Վարդան Ղուկասյանը լիներ, ապա կաթողիկոսը այո կտար հրաժարական, բայց առանց այս շոուների, առանց տեքստերներ բռնելու, առանց ոստիկանների եկեղեցի մտցնելու, եկեղեցին բացելու եւ այլն։ Ինչ կերած հանցագործությունների համար կաթողիկոսը կտար առողջականով հրաժարական, թողել կգնար, որովհետեւ չկա այդպիսի մի հոգեվոր առաջնորդ աշխարհում, որը որ թաթախված չլինի մեղքերի մեջ։ Չկա, այդպես հոգեվոր առաջնորդ գույսը չունի։ Բայց այդ բոլոր հոգեվոր առաջնորդները մտածում են իրենց ազգի մասին։ Սա ոչ, սա մտածում են միայն իր գրպանի բնի մասին, բայց դա հնարավորություն տվեց Նիկոլին վերջին կետը, որ կար, որ չէին բացել, դա էլ բացել, որովհետև Արեցյոսակալի, որ Աչապարյանը դատվեց 2 տարով, մարդ, որը թամենը հելել էր ազատ ասել էր, որ Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը պիտի հեռանան, դեկանան դատին։ Բայց Սերսակշանը, Ռոբիկը, Վովան, Արշակը, Սերժի Վաչոն, Հովանես Հովսեփյան, Աղման Հովսեփյան, Արթուր Դավթյան, Վիգեն Սարգսյան, Արմենչիկ, Գագիկ Խաչատրյան, Խաչատուրով, Սաշիկ, դրանցից ոչ մեկը չգնաց ազատազրկման պարզաչափով, ոչ մեկը, այսինքն Աչապարյանն ավելի մեծ հանցագործել, քան Վովայի Արշակը, որը արդարացվեց, ասեցին այդ մարդը սուրբ մարդ է։ Վովան, որ սաղ ընտանիքը բերել լցել էր MVD, ոչ մեկ գործի չէր գալիս, զբաղված էր նարկոտրաֆիկինգով, կաշառքով, դարավ միլիարդատեր, մարդը չտածվավ։ Սերժի Վաչոն, որ հայտնաբերել էր, այսինքն ես էի հայտնաբերել 21 միլիոն դոլարի կապիտալ միայն Երևան քաղաքի մի թաղամասում, չտատվավ։ Խաչատուրովը, որը զորամասը տարե գրավադրել էր, Արարատի զորամասը, բանկում չտատվավ։ Սերսակսյանը 500,000 մարդ հելավ լծվա փող Սերսակսյանին մերժեց, Սերսակսյան դուրս եկավ աշխարհի ամենաազիվ մաքուր մարդը, չտատվավ։ Ու սեր շարունակ, հասկանում եք։ Իսկ Աչապարյանը տատվավ, որովհետև ասեց, այդ երեքը պիտի հեռանալ։ Ես, ոնց եմ ասում, ես կաթողիկոսի թելը չեմ թելում, կաթողիկոսը պիտի գնա, այո, բայց պիտի գնա նամուսով, սուսուփուս, գրես, ասել ես հիվանդ եմ, ես գնում եմ։ Վերջ, սա հարված է հոգևոր աշխարհին, սա հարված է հավատացյալներին։ Այդ նույն հավատացյալները, որոնք որից քարկոծում էին, քարոզում էին, ներողություն, քննադատում էին, այսօր դրանք քիչ են դուրս գալի փողոց ասել, ինչի եք սես, ինչի 8 տերտեր, 7 տերտեր տարակ փակեցիք։ Այդ նույն հավատացյալները, այսպես կոչված, որոնք որ մտնում են եկեղեցով, քավոր են դառնում, խաչքավոր են դառնում, ես միշտ գրող ուստեղ ցավ են դառնում, խաչ են քաշում երեսը, բայց այսօր այդ նույն հավատացյալները լուռ են, երբ բառեցին 15 հոգու զինվոր։ Այդ հավատացյալները լռեցին, երբ որ պայթացրեցին Սուրմալուն 8-10 հոգի մարդ զոհվեց։ Այդ հավատացյալները լուռ են, երբ որ եկեղեցիները տվեցին Կիրանցը, Աղավնոն, Ղարաբաղը եւ այլն, այդ մարդիկ լուռ են։ Ծառերը կտրում էին, այդ մարդիկ լուռ են։ Կենդանիների սպանում են, իրանք լուռ են։ Բայց այդ Վարդան Ղուկասյան կոչված ազնվորությունը, որը որ այսպես կոչված ասում եք աթեիստ, այդ բոլորի հետևից գնաց։ Վարդան Ղուկասյանը բոլոր հարցերը բարձրաձայնեց, թե ծառի համար, թե կենդանների, թե խնամքի կենտրոն, Բեկալայի մավականներին ուղարկեցի մտա խնամքի կենտրոն ծերերի հետ
կապված Վազգեն Սարգսյանի պատիվ ու արժանապատվությունը ես եմ պահում մինչև այսօր ես եմ պահում որովհետև բացի նրանից որի մերեցին մերոն կա քսած Վազգենի անունից ես հարգում եմ կավոր կոչվածը ուշտերի նման չեմ կարող Սանիկ Դավաճանում եւ այլն հասկանում եք հիմա ես եմ հավատացած թե դրանք ես եմ հասկանում ես հանուն հայրենիքի նստած եմ սեղ ինձ ակնհայտ հասկացում եմ որ դու քաղ պատարկյալ ես սեղ թե չենք սողում դրա համար եւ այլն որ դու չխոչընդոտ ես ընտրություններին բայց ես միևնույն է խոչընդոտելու եմ Նիկոլը չպիտի վերընտրվի հիմա ես եմ հավատացած թե դրանք Որ այսօր հելել են տաշիրի համար, ձուրնա, դհոլ, սեպտիս պարելով, նույն է Եսայանա գալի երկրան, նույն է Եսայանա տաշիր սամույս կվախկեր Հայաստանց է Հյուսային պողոտայում, 15 տարի առաջ, բակը երկի բայ շկանի, ու են բեղլուն, նորից ժողովորդին կծմա հետևից, սա Ամիրյանն է, սա Թոմանյանն է, տանը մեսյան, բերը մեսյան, դա ժողովորդ դուք չեք տենում, որ հետ սրանք սկսում են պարելը, մի վատ բանը լմա Պարելով Հարաբաղը հազնին, պարելով Կիրանցը հազնին, այո ոչ անելով, այսօր հելել են պարելով, ասում մեր օրակարգում քաղաքական պահանջ չկա, խոսում է Տաշիր Սամոյի թիմը։ Բանո քաղաքական պահանջ չկա, հելել եք դուրսի չեք ուզում, ինչ եք ուզում անեք։ Մի հատ էլ ոչխար ասում է արևմուտքն է բանտարկել Տաշիր Սամոյին, արևմուտքի սեռական օրգաններին նա Տաշիր Սամոյին։ Հա Տաշիր Սամոյին բանտարկել Հայաստանի դատարանը։ Տաշիր Սամոյին այնքան թակակերը, որ չկարած է մի հատ դատավոր առնի, որ իախաբան միջոցը փոխել հալի սիկտիրենի հետ հա։ Փոխել է տակ 3 միլիարդ դոլար փող ունենա ու Հայաստանում դատարան չկարանա առնի։ Այդ զավոտ տեքստս է։ Ինչ արևոտ, արևոտ ինչ կապ ունի դրա հետ։ Արևմուտքը կապ ունի նրա հետ, որ Տաշիր Սամոյին մատուց հողի վրա բան է ծախում, պիցա է ծախում։ Արևմուտքը մեղավոր է, որ Տաշիր Սամոյին մեր վրա լույս էր անջատում օրը 10 ժամ, այդ արևմուտքի չանի։ Էլես իր աշխատողներին վեկալը բլացել են, քալմենյան, ուխտենալն, պարում, երկը մուրախանում, ու ամենակարևորը, ասեն Վարդան Ղուկասյանը ում հետ է միանալու։ Վարդան Ղուկասյանը ում հետ կմիանա, ո՞ց կմիանա, դա կերևա միայն հատողություններից 2 ամիս առաջ։ Հիմա ոչ մի բան չի երևալու։ Վարդան Ղուկասյանը կմիանա այն քաղաքական ուժի հետ, ով իրանից ռեյտինգ է գոնե ներկայացում 3%-անոց։ Մինիմում։ Վարդան Ղուկասյանը կմիանա այն քաղաքական ուժի հետ, որը որ կգրի ստորագրի, որ Սերժիկը, Ռոբիկը եւ Նիկոլը իա թայֆով պիտի դատվեն։ Վերջացավ թայֆով։ Որ այդ հարցը դոկտորի կայիտ այսօր այդքան մարդել է հելը լսվել է փողոց ուզում է իշխանություն վերցնի։ Նա դրանց այդ հարցերեք Ռոբիկը, Սերժիկը, Նիկոլը պիտի դատվեն։ Դուք որ եկաք դրանց դատելու, քեզ ասեցին գիտեք ինչ, դատարանները պիտի որոշեն, բերանը բացում եք, թքում եք բերի մեջ։ Ասում եք գնա դու բոզի տղա ես։ Ստախոս բոզի տղա։ Հայաստանում երբեք դատարանները չեն որոշել, ոչինչ ու չեն էլ որոշի ոչինչ։ Հայաստանում միշտ ամեն ինչ որոշում է իշխանությունը։ Իշխանությունը ասում է պիտի դատվեն, դատվում է, վերջացավ։ Իսկ Ռոբիկը, Սերժիկը ու Նիկոլի թայֆեն բոլորը պիտի դատվեն պետական դավաճանության ծանր հոդվածով։ Պետությունը կերեկելու, թալանելու, փողեր լվանալու, քաղաքական սպանություններից, այդ բոլորը պիտի դրանք դատվեն, այդ 3 ույած թայֆեք, այդ գլխավոր դատախազ գործված այդ ակոցավոր պողակուհին առանց հերթության կարգով պիտի դատվի գնականած գաղութ, որ կնալիք լսեն դրա բենին։ Բոլոր են դատավորները, որ դատել են, կարանք են տվել քաղաքապետարների պիտի դատվեն։ Այն բոլոր ուժային կառույցի ղեկավարները, որոնք որ երկիրը հասել են այս վիճակին, որ նարկոտիկ դու քաղաքական սպանությունները սպասում են, հելեմեզի հոսոտում են, պիտի դատվեն։ Վանեսյան եկել ես նորից ընկել ես մեդանի չանես, այլ լալոշ։ 5 տարի պարլամենտում նստած էիր, քո պատիվ ունեմում ինչ արեցիր։ Ղարաբաղը տվիշ, Կիրանցը տվիշ, Աղազոտ տվիշ, հիմա մամերի գլուխը Կիրանեսուն եկի ես միացնում ընտրությունների ես մասնակցում արա։ Քո երեսին մերոն չկա, քսած, վանեցան։ Մամերի գլուխն ով կերավ։ Հիմա մամերը մեղավոր ես, թե չէ վանեցան։ Այդ դու շոնկեքի շոու որ սարքեցիք։ Ինչի սարքեցիք։ Սերժը գծեց տվեց ձերդ մամերի գլուխը, որ ուտեք որ Ղարաբաղը կարող է քազեք, երկրապայի հետ են արիցեք։ Ես դու հելել ես ասես ես ընդդիմություն է։ Վանեցան։ Հա։ Ես մի ասած չէ միամիտ հավատում եմ, կամ են Վազգենի քուրը, որ մի հատ Ռուսաստանից մի հատ բշ բերած, ճարը բերե դեմատվե ես մի հատ ոցիկին։
Այդ դա առհասարակ Ռուսաստանի փողերը կերած Ռուսաստանում հարստացած, բայց Ռուսաստանի քննադատում է։ Հիմա որ ռուսական վերնախավը երաշեղած դրի դրա նավարի բենի մեջ լավ կանի։ Էսի չկանում։ Էսի չէ ժողովրդին դրեք էշի տեղ։ Սերի ժողովուրդ հասկացեք եւ ըմբռնումով մոտեցեք։ Ընդդիմադիր քաղաքական ուժենա, ով հայտարարում է, որ Նիկոլ, Ռոբիկ, Սերժիկ եւ իրաց արբանյակները բոլորով պետք է դատվեն։ Չէ՞ ասի դատարանները պիտի որոշեն, ոչ, ինքը իշխանություն ասում է, ես պիտի դատեմ։ Եվ կդատեմ այն դատավորին, որ դրան չդատի։ Այդ դա է ընդդիմությունը։ Ուտի բոզի տղու քֆուր, որ դատելու է, ես ուտում եմ, բոզի տղու քֆուր եմ ուտում, որ տանք սաղ պիտի դատվեն։ Կամեն։ Ով են եկավ տարավ նրան, ով հանգած նրան չդատեց, խի Նիկոլը կրի կասի, կա Հայաստանում մի դատավոր, որ ես ասեմ ու չանի։ Ես չեմ ասում, ասեմ ու չանի, ես հիմքեր պիտի տնեմ այդ դատարանի դեմը, ապասուսներ, ու թոփոսի չդատի։ Այդպես քաղաքական ուժ այսօր կորություն չունի։ Այդպես պրոջիկով տղալ, այսօր որ դաշը գնա Հայաստանից դուրս գնա Հայաստանից դուրս, նստի մի հատ բաց կաթողվեն, հայտարարի ասի, այդ երեքը պիտի դատվեն, այն վախում են ասել։ Հայաստանից դուրսել են վախենում դրա մասին խոսեն։ Միակ քալեն թափածը ես եմ, որ բառացուին ասա պիտի դատվեն։ Այդ երեքը, այս բոլոր քաղաքական սպանությունների թալանի եւ ամենի համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասեն պիտի դատարանը որոշի, մի հավատացեք դրան, ճանապարհեք թող գնան։ Դրանք մտել են ձայներ փոշիացնելու, Նիկոլի իշխանությունը ցեմենտ բիտոնով ապահովելու համար։ Որտեղ եք տեսել Զորամասի հրամանատարը, Զորամասը հանձնի իր կոֆե ապարատները, վեկալի խոզերին ու կոֆե ապարատները, փախնի գակնի, պաստաթափեր, ամեն ինչ թողա դուրքի, վերջում փոխանակ դասի գալի նստում է նորից Զորամասի կորպուսի հրամանատար ու ստանում է ազգային հերոսի կոչում։ Այդպես մարդիկ ո՞ս կարող են այսօր լինել բանակում։ Նախկինները սաղ թալանեցին, ոչ մեկ քրական պատասխանատվության չենթարկվեց, պատժաչափով չգնաց, այսօր նորերն են ուզում գան, նորերը թալանեն, իրանք էլ չպատժվեն։ Գնացած մեռած կորասները նորից գալիս են հետևնացու քաղաքական դաշտ։ Ես հələ որ շատ սուս եմ, հələ հանգիստ ասում եմ, տենամ հələ էլ ով ինչա ցույց տալու, ինչ գաստրոլա ցույց տալու։ Զգուշացնում եմ բոլորիդ, այդ բոլոր կուսակցության ղեկավարներից, որ այսօր մտել եք ու փորձում եք խաբել ժողովրդին։ Ես ձեզ հաթատ անելու եմ կուկուլալատում ամբա, ստից, բանտից, հեծ ես բանտից։ Ոչ մեկիտ մտքով չասի, թե հասան ուկասանը բանտում կարա մնա սուրս, եթեք, ես բանտից եմ անելու, ինչ վիճակում է որ կտվեմ։ Իսկ ինքես տաշիրը, որով ես քաղաքական պահած չունեմ օրակարգում, բավոչ չունես, ինչ ես ուզեմ, տղա ջան, Բուտի մորտից, կողոզի և աղբոր տղեկով մաղբոր, ինչ եք ուզում, բարելով ուզում ես, որ կեզ թողան, չեն թողալու։ Ռոբիկ ես նարդեմ առաջ, որ ինչ ենք ես տաշիշ։ Ինչ, մենք տեսել ենք 10 տարի Ռոբիկի կառավարությունը, այդ մարդասպանի, այդ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներից մեկի, մոտենում է հոկտեմբերի 27-ը, շուտով։ Չեք գալու, ես թույլ չեմ տալու։ Ինչքան է որ մարդիկ վախենում են, բարձրաձայն չեն խոսում, գելաբոզի տղեն լամ ասում է, եկը թոքսունի, եւ այլն, ընտրությունների պահը մենք դա տենանք։ Քանի տոկոսա ոնց է ինչա։ Իսկ կոալիցիա ես ասեցի կլինի այն ուժի հետ, ով ունի ռեյտինգ եւ կսորագրի ու կհայտարարի, որ երեքն էլ դատվելու են, իրաց հայֆով։ Սիրում եմ բոլորից, հարգում եմ բոլորից, ես կամ, ես կմնամ, ես իմ տուխի մեջ եմ, համոզված եղեք, բաժանորդագրվեք իմ տելեգրամ կանալին ամեն ինչ արխիվումը եւ ամեն ինչ